Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքային հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրերում։ Այսօր ուսումնասիրել ենք Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի եւ նրա կնոջ Լուսինե Աբովյանի 2023 թվականի հայտարարագրերը։ Որպես անշարժ գույք նա հայտարարագրել է միանձնասեփականությամբ մեկ բնակարան եւ 2 ավտոտնակ Լոռու մարզի Վանաձոր համայնքում, որոնք ձեռք է բերել 2004 թվականի օգոստոսի 12-ին եւ 2016 թվականի հունվարի 21-ին։ Բացի այդ, նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ նորակառույց մի շինություն Երևանում, որը դեռևս իրավունքների պետական գրանցում չի ստացել։ Այս շինությունը նա ձեռք է բերել 2023 թվականի նոյեմբերի 16-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2009 թվականի արտադրության Hyundai Magnishի ավտոմեքենա, որը նվիրատվություն է ստացել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։ Վերջինս Ord Development SPY-ում ունեցել է փոխառություն 0% տոկոսադրույքով, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է $9,000։ Արամ Ղազարյանի երկու բանկային հաշիվներին եղել է ընդհանուր 4,84,382.1 դրամ։ Նրա կանխիկ միջոցները կազմել են 4 միլիոն դրամ եւ 277,000 ռուբլի։ Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 3,833,150 դրամ, որից 3,661,500 դրամը Երևանի ջերմաէլեկտրոկենտրոնից ստացած աշխատավարձն է, 171,650 դրամը ներքին գործերի նախարարությունից ստացած կենսաթոշակը։ Մարզպետի կինը Լուսինե Աբովյանը աշխատում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում որպես գնումների համակարգման եւ կազմատնտեսական վարչության ավագ մասնագետ։ Վերջինս շարժական եւ անշարժ գույք չի հայտարարագրել, նրա բանկային հաշիվներին եղել է 312,777 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 520,000 դրամ։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 273,057 դրամ, որը ՏԿ նախարարությունից ստացած աշխատավարձն է։